Բոլորիս քաչ հայտնի բազմաթիվ հեռուստադիտողների սիրելի Arnflix կինոհարթակը շարունակում է համալրվել նոր ու յուրահատուկ հեռուստաֆիլմերով։ Օրեր առաջ Միացյալ Նահանգներում մեկնարկել են 16 մասից բաղկացած նոր մեզանից մեկը հեռուստանովելի նկարահանումները։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը ARTN հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն է։ Սցենարիստը Զոհրաբ Բեկ Գասպարենցն է, գլխավոր տերերում Էնջել Մարտիրոսյանն ու Ալբերտ Դիլոյանն են։ Ֆիլմում նկարահանվում են հայտնի ու սիրված այլ դերասաններ։ Հեռուստաֆիլմում անդրադարձ է արվում շատ խորը եւ բավականին հետաքրքիր մի թեմայի՝ թմրանյութերից կախվածության ու ալկոհոլի դեմ պայքարին, ունի դաստիարակչական նպատակ։ Միևնույն ժամանակ ֆիլմում արծարծվում է նաեւ սիրո, երազանքների ու նպատակների հասնելու թեման։ Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերությունում հերթական եռուզեռն է մեկնարկում է նոր մեզանից մեկը հեռուստասերիալի նկարահանումները եւ ավանդույթի համաձայն կոտրվում է հերոսների մակագրությամբ կինո ափսեն, որպես ֆիլմի հաջողության խորհրդանիշ։ Մեզանից մեկը կինոպատում, որն անդրադարձ է ցավոտ թեմայի կախվածություն թմրանյութերից եւ ալկոհոլից, 16 մասից բաղկացած հեռուստանովելը նաեւ երազանքների, սիրո, հույզերի խռովք է պայքար սեփական եսի ու շրջապատի հետ։ Սերիալի գլխավոր պրոդյուսերը ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն է։ Այստեղ բացի այն, որ դերասանական կազմն է շատ լավը, սցենարն է շատ լավը, սցենարի մասին դու արդեն իզդիչ շուտ ես իմացել, լրիվ խմբագրությունը խմբագրել է դու ես Արիշակ ջան, եւ ինքը այնքանով է ակտուալ այս սցենարը, որ միանգամից ցենց 170 աշճանով տարբերվում է վերջի երկու Ամերիկայում նկարած ֆիլմերից, որոնք ավելի շուտ կոմեդիայի ժանրից էին, սա արդեն լուրջ ֆիլմ է, լուրջ խնդիր է առաջ դրված, որ առաջի անգամ ամբողջ ֆիլմը լրիվ ներված է լինելու ալկոհոլիզմով եւ նարկոմանիայով տառապող մարդկանց մասին է ֆիլմը եւ ինչով կարող ենք մենք այս ֆիլմով օգտակար լինենք այդ մարդկանց, որ ժամանակին հայտնաբերվի, ժամանակին բուժումները կատարվի, ժամանակին այդ մարդիկ ազատվեն այդ չարիքից եւ ամբողջ ֆիլմի նպատակը այդ է լինելու, համոզված եմ, որ եւ նկարահանող խումբը եւ դերասանները, եւ ռեժիսորը, եւ սցենարիստը բոլորը ինձ թվում է շատ բարձր մակարդակի է եւ հերթական 16 մասանոց 16 էպիզոդից բաղկացած նոր հեռուստասերիալներ լինելու Arnflix-ի եւ ARTN-ի համագործակցությամբ։ Մեզանից մեկը սերիալի սցենարիստը Զոհրաբ Բեկ Գասպարենցն է, ում տեսնելու ենք նաեւ գիտնականի դերում։ Շատ ուրախ եմ, որ շատ ուժեղ թիմ է աշխատում։ Եվ ժամանակն է արդեն ուժեղ բաներ անենք, էլի։ Էկրանը ցույց կտա, ուրախ եմ շատ։ Գլխավոր դերում Էնջել Մարտիրոսյանը, Նանի ու Ալբերտ Դիլոյանն է արտի կերպարում։ Սիրահարված եմ սցենարին, անկեղծորեն աշխատել եմ շատ տարբեր սցենարիստների հետ, թե որպես ռեժիսոր, թե որպես դերասան ինքս վերջին 10-ից ավել տարիներում ու Զոհրաբի ձեռագիրը շատ ուրիշ է։ Եզակի ֆիլմ է, որի մեջ որ մարդկային տեսակը շատ իրական է գրված, եւ վատը եւ լավը, կամ սև ու կամ սպիտակ չի, բոլորը կամ վատն են, կամ լավն են, շերտավոր բոլոր կերպար, շատ բարդ կերպարներ են խաղալու, բոլորիս կերպարները, որովհետեւ իր այդ շերտերը մարդկային խաղալ ֆիլմում ամենաբարդ բաներից մեկն է դերասանի համար, երջանիկ եմ, որ այս ֆիլմի մի մասն եմ, շատ հուսով եմ, որ հանդիսատեսին կհասնի այն, ինչը որ Զոհրաբի մոտ միտքը ծագել են առաջին օրը, այդ զգացումը ինչը ինքը որ ուզել է փոխանցի հանդիսատեսին մեր միջոցով։ Իրականում տպավորությունը շատ լավն է, ֆիլմի առաջարկը ընդունել եմ մեծ ուրախությամբ, որովհետև այս ֆիլմը սովորական ժամանցային առօրյա ֆիլմ չի, որ ուղղակի նստենք, պոպկորն ուտենք ու նայենք, որովհետև այս ֆիլմը ավելի շատ կոչված է մարդկանց թափեցնելու, սովորեցնելու, թե ինչ վատ բան է թմրանյութը, որ մարդիկ տեսնեն, հասկանան ոնց են մարդիկ կախվածության մեջ ընկնում թմրանյութից եւ ինչպես կարելի է ձերբազատվել այդ չարիքից։ Երևի էլ շատ բան չպատմեմ դրա մասին, ֆիլմը նայեք, բայց համոզված եմ, որ այս ֆիլմը իր արդյունքը ունենալու է, որտեղ ինքը ասում այն ֆիլմերից չի, որ ժամանցային ուղակի նայեցինք ու մոռացանք։ Իրոք պետք է նայել, հասկանալ եւ հետեւություններ անել։
Նաև ինչն է գրավիչ մեզանից մեկում, այստեղ բոլոր կերպարներն են առանձնահատուկ, սկսած գլխավոր գործող անձանց ընտանիքների անդամներից մինչև վերականգնողական կենտրոնի բժիշկն ու հիվանդները։ Ասեմ մի հետաքրքիր բան, որ սովորաբար սերիալ ասածին մի քիչ հանդիսատեսը նայում է թեթև, կա այդ տենդենսը, բայց ես կարող եմ ասել, որ սա այն սերիալներից է, որ իր մեջ բավականին մեծ ասելիք ունի, սա այն հետաքրքիր նայվող սերիալներից է լինելու, հենց որ կխնդրեմ հանդիսատեսին ուշադիր լինել։ Չակերտները չեմ բացի, չեմ պատմի ով է Սիլվան, բայց կարևորը շատ խաղարկային դեր է, Զորաբը, որ զանգեց ինձ, ի սկզբանե, ես ասեցի Զոր ջան, մենակ ասելիք ունենա իմ կերպարը, ու շնորհակալ եմ Զորիկին, որ իրոք իմ կերպարը շատ ասելիք ունի։ Ես մարմնավորելու եմ Կարենի կերպարը, ինքը շատ հետաքրքիր խորը կերպար է ու բոլոր կերպարներն են այս հեռուստաֆիլմ խորը, այսինքն լիքը աշխատելու կերպար է, լիքը խաղալու կերպար է, ինքը շատ խորն են, ամեն Զորիկը գրել է շատ հետաքրքիր սցենար, առաջին հերթին ինքը շատ տարբերվող է, դրա համար ինձ հետաքրքրեց ու ամեն կերպարը ինքը շատ յուրօրինակ է, որ պետքա այս դերասանական կազմը շատ կատարյալ է, ամեն մեկը համապատասխանում է իր դերին ու վստահ եմ շատ լավ ֆիլմ է դուրս գալու ու մեծ հաջողություն նկարահանումներին։ Կերպարը այս անգամ մի քիչ տարբերվում եմ խաղացած մնացած կերպարներից, այսինքն են երկրորդ պրոյեկտում որտեղ որ կա կոմեդիա է ժանրեր, ավելի ուրիշ էր, այստեղ խաղում եմ սիրուհի, այսպես ասեմ, բայց սիրուհի ասել մի քիչ ավելի բաց են փակագծերը, իսկ մի աղջիկա, որ իսկապես սիրահարվում է ամուսացած տղամարդու եւ կարծում եմ կներկայանամ լրիվ այլ Իվետա Եդիգարյան, որպես այլ կերպար, ֆիլմը բավական հետաքրքիր է լինելու, մեծ բավականություն ստացանք արդեն իսկ առաջ օրը նկարահանման, խումբը հրաշալի խումբ է հավաքված, բոլորը պրոֆեսիոնալներ եւ ամենակարևորը շատ ջերմ մթնոլորտ է տիրում մեզ մոտ, իսկապես մեկս մյուսին սատար, շնորհակալություն կրկին անգամ Ռոբերտ Օղլաղչյանին, որ նորից կարող են մեուտար երկրում Ամերիկա մեզ բոլորիս հավաքել եւ ստեղծել հետաքրքիր ֆիլմեր։ Կարծում եմ նաև ինքը իր ազդեցությունը կունենա մեր երիտասարդության եւ առասարակ հասարակության վրա, ովքեր որ սայթակում են թեկուզ ճանապարհին, կփորձենք մեր ֆիլմով որոշակի առումով իհարկե օգտակար լինել, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել եւ դրանից ոնց որ դաս քաղել։ Սերիալում մարդիկ են, ում համար ինչպես կյանքում փողն ու ազդեցության ոլորտն է ամենակարևորը։ Նրանց համար կարևոր չէ, որ երիտասարդ կյանքեր են խեղվում։ Սովորաբար վերջի ֆիլմերում ես կոմեդիաների մեջ եմ նկարվել, այս ֆիլմը նորություն է և դաստիարակչական այսպես բան ունի, ուղղվածություն, այստեղ ինձ տվել են մի դեր, որը ինձ տալիս էին մինչև այս կոմեդիաները նկարվելու, այսինքն հանցագործ աշխարհի ներկայացուցիչի, չոր մաֆիոզի, մի խոսքով, կանենք ինչքան որ կարող ենք տեսնենք ինչ կստացվի, կարծում եմ լավ պետք է լինի։ Ես Թերեզն եմ լինելու, Թերեզը երևի հատուկենտ դրական, լավ տրամադրված կերպարներից է, ով հուսով եմ ինչ-որ լուսավոր մի բան կբերի և չեմ ուզում շատ սպոյլ անեմ ֆիլմը, բայց այն հերոսները, ովքեր դժվարություններով են անցնում, հուսով եմ իմ կերպարը փորձելու է օգնի իրանց։ Ես մարմնավորում եմ Արամի կերպարը, շատ փակագծերը չեմ բացի, կասեմ այն, որ Արամը գլխավոր հերոսի եղբայրն է, հարազատ եղբայրն է, մի բան կասեմ շատ հետաքրքիր, շատ խարակտերնի, ասենց ասած կերպար է, երբ որ սցենարը կարդում էի, ես Արամին շորերից մինչև իր գործողությունները ամեն ինչ տեսել եմ, խոսքով ամեն ինչ շատ փակագծերը չբացեմ, շատ հետաքրքիր բան է սպասվում, սպասեք, հուսամ ձեր բոլորի սպասելիքները կարդարացնենք։ Գիտնականի օգնականն է։ Եվ շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս պրոյեկտին, աշխատելու եմ այս հրաշալի խմբի հետ, որովհետև բոլորը տաղանդավոր են, հետաքրքիր եւ սիրելի մարդիկ։ Ինչպես միշտ հերոսուհիներից մեկի մայրը։ Բայց իմ ցանկությունը բնականաբար ուրիշ կողակից տեսնել իմ աղջկա կողքին, բայց աղջկաս մոտ հաղթում է սերը, կարծես թե։ Վերջը չենք իմանա ինչ կլինի։ Այսքանը։
Այո, պետք է նայենք, որ հասկանանք, ես եմ ճիշտ թե իմ աղջիկը։ Իմ աղջիկը Սոնան է, հերոսուհիներից մեկը։ Սոնա, իմ աղջիկներից։ Հերթական աղջիկներից մեկը, բայց այս ֆիլմում Սոնան։ Ինչպես եք ձեզ զգում այս կերպարը։ Լավ, շատ շնորհակալ եմ։ Ինձ թվում է մի քիչ ուժեղ կերպար է իմ կերպարը։ Իհարկե փակագծերը չեմ ուզում բացել, բայց ինձ թվում է ամեն կնոջ մեջ կա այդ внутренний стержень, որ ասում են, դա շատ կարևոր է ու Սոնան դա ունի։ Ու ինքը պայքարող կերպար է, իմ կարծիքով շատ բան կարելի է իրանից սովորել։ Սոն, բայց դու ես ճիշտ թե մաման, հələ այդ ասա։ Կներես մամ ջան, բայց այստեղ ես կպաշտպանեմ Իմ իրավունքները։ Իմ իրավունքները, այո։ Ճիշտ է կանես, շատ ճիշտ կանես։ Մեզանից մեկը՝ յուրօրինակ հնարավորություն վերանայելու կյանքի ամեն օրն ու վայրկյանը։ Նկարահանումները սկսված են բարի երթ դեպի հանդիսատեսի գնահատականը։